Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր ընդունեց օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն գյումրեցի ծանրամարտիկ Վարազդատ Լալայանին եւ նրա անձնական մարզիչ Կարեն Կարապետյանին։ Քաղաքապետը շնորհավորեց մարզիկին օրեր առաջ Նորվեգիայում ծանրամարտի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ։ Վարազդատ Լալայանն այս առաջնությունում հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն։ Նա բացառիկ մարզիկ է ու ինչպես միշտ այս անգամ էլ հանդես եկավ մեծ ինքնավստահությամբ։ Մեդալների հաշիվ չունեմ, չեմ հաշվում մեդալներս։ Շատ բարձր տրամադրությամբ գնացել եմ, շատ լավ մասնակցություն եմ ունեցել ու վերադարձել եմ իմ երկիր, իմ քաղաք։ Պատրաստվել էր ահավոր շատ լավ, ուղղակի մեկ փոքր վնասված կար, թաթի հատվածում բուժվել էր, մարզումները ընթացել էին շատ լավ, մարզումների ընթացքում ինքը լավ կիլոգրամներ բարձրացրել էր, ես միշտ կհավատամ, Լաշատ Ալախաձեի հետ մրցաշտակի վրա ես միշտ Լալայանին հավատացել եմ։ Լալայանը 26 տարեկան է, ըստ չեմպիոնի անձնական մարզիչ Կարեն Կարապետյանի նա դեռ 5-6 տարի էլ հանդես կգա մեծ սպորտում, որտեղ վերջին տասնամյակում միայն հաղթանակներ է գրանցում։ 2014 թվականից Լալայանը մասնակցել է միջազգային մրցումների 11 տարվա ընթացքում ինքը ոչ մի բարդություն չի ունեցել։ Մենք փորձենք այդ տենդենսը շարունակվի մինչև իր մարզչական կարիերայի ավարտը։ Դահլիճը, որտեղ մարզվում էր Վարազդատ Լալայանը 10 ամիս առաջ հրդեհվել էր։ Շենքն հիմա 4-րդ աստիճանի վթարայնության է, պլուզման ենթակա մարզումներ անել չի թույլատրվում։ Ըստ Կարեն Կարապետյանի հիմա այլ մասնավոր դահլիճում են մարզումներ անցկացնում, ինչը ժամանակավոր է։ Դեռ արդեն ինքը բան է, գոկտված է, ասենք ահավոր վիճակը։ Մենք օլիմպիկում կմարզվենք, Լալայանը խնդիր չունի, ցանկացած տեղին։ Ուղղակի մեր խմբերը դուրսը կմնա։ Քաղաքապետ Ղուկասյանը ցանկություն հայտնեց անձամբ այցելել հրդեհված մարզադահլիճ, տեղում տեսնել վիճակը եւ խնդրի լուծման տարբերակներ գտնել։ Հələ թողեք ես զբաղվում։ Ես արդեն տեղյակ եմ, հազարականը տրվում ես կնայեմ։ Վարազդատ Լալայանը մի քանի օրից կվերսկսի մարզումները։ Առջևում 2026 թվականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններն ու 2028 թվականին կայանալիք օլիմպիական խաղերն են։ Նպատակն անփոփոխ է՝ նվաճել օլիմպիական ոսկին եւ համաշխարհային ռեկորդ սահմանել։ Հիմա փորձելու ենք բարձրացնել, որ դերակողը դարձնենք մերը։ Դու արժան տղա ես, դու մեր բարձանքն ես, անուշ տղա։ Մենք քո նկատմամբ ամեն ինչ անելու ենք, ինչ որ մեր ուժերի ներածին չափով, ամենը լավ բաները։ Վարազդատ Լալայանը մոլորակի ուժեղագույն մարզիկներից է եւ արժանի է ամենաբարձր գնահատականին, ընդունելությանը ու մեծարանքին։ Մենք պետք է գիտակցենք, որ մեր կողքին, մեր քաղաքում ապրում են ազգի պատիվը բարձր պահող մարզիկներ։ Գյումրու քաղաքապետը ինքն էլ, ինչպես վկայեց Լալայանի մարզիչ Կարեն Կարապետյանը, նախկինում զբաղվել է ծանրամարտով եւ շատ լավ է հասկանում, թե ինչ է սպորտը, սպորտային նվաճումը եւ երկրի օրհներգը աշխարհի տարբեր անկյուններում հնչեցնելու առաքելությունը։ Ինձ համար միշտ Վարդան Ղուկասյանի հետ հանդիպումը եղել է շատ ուրախալի, շատ բարձր մակարդակի, որտեղ ես Վարդան Ղուկասյանին գիտեմ շատ փոքր հասակում, չմոռանանք, որ պարոն Ղուկասյանը մեր ծանրամարտի քաղաքի ֆեդերացիայի նախագահն է, չմոռանանք, որ պարոն Ղուկասյանը եւս ծանրամարտիկ է, ու ինձ համար շատ ուրախալի է, որ պարոն Ղուկասյանը ծանրամարտով զբաղվել է իմ բաբայի մոտ։ Դա փոքր գաղտնիք։ Շնորհակալություն եմ ատում պարոն Ղուկասյանին ուշադրություն դարձնելու, մեզ ողջևորելու, որպես քաղաքապետ, որպես մեր քաղաքի